խորապես շնորհակալ եմ վստահության համար եւ նաեւ հրավերի համար։ Ես եմ միշտ պատրաստ եմ։ Ես երբեք հայժողովրդի որևէ հատված, որևէ բան, որից է կախված եղել, ներժատ չունեմ, երբեք։ Մնացածն էլ կարծում եմ բոլորս ենք պարտավոր, որտեղ մենք որպես ժողովուրդ, իմ կարծիքն այդպիսին է, լինենք աշխարհում մեկ եւ ուժեղ կազմակերպված, եւ մենք պետք է լավ պետություն ստեղծենք։ Դա մեր գործն է, նաեւ իրար չպետք է մերժենք, բայց նաեւ բարեկրթության սահմանները չպետք է խախտենք։ Բնականաբար է, դրա համար շնորհակալ եմ, շատ ուրախ եմ։ Ինձ համար շատ կարևոր չի շատ են, քիչ են, որտեղ որ կարիք կա, այնտեղ պիտի լինենք, եւ դա բնական է։ Հիմա գիտեմ, որ ձեզ շատ բան է հետաքրքրում եւ առաջին հերթին հետաքրքրում է Հայաստան եւ Հայաստանի կյանք, որովհետեւ դժբախտաբար մենք տարերի ընթացքում չկարողացանք ստեղծել պետություն, չկարողացանք։ Մենք շատ կարող ենք գլուխ գովենք, շատ բաներով հպարտանանք, բայց փաստային է, որ մի նորմալ պետություն չենք կարողանում ստեղծել, բայց այս անգամ ինձ թվում է ստեղծելու ենք, որովհետեւ մեր մոտ մի մտայնություն կա, որ մենք բարձր մշակույթի ժողովուրդ ենք եւ այդպես է։ Բարձր մշակույթի ժողովուրդ ենք։ Մենք Կոմիտաս ունենք, Արամ Խաչատրյան ունենք, Նարեկացի ունենք, Դավիթ Անահիտ ունենք, ինչ որ կա, եւ դա Հայաստանն է, մշակութային, բայց մենք չկարողացանք հասկանալ, որ մշակույթների ամենաբարձր կետը պետականությունն է։ Պետականությունը մշակույթի ամենամեծ դժվար ձևն է, որ պետք է ստեղծվի։ Դա լավ չենք հասկանում եւ դրա համար էլ մեր կենտրոնախույս ուժ ունենք եւ այլն, որ չեն հասկանում դա։ Ուրեմն սա ընդհանրապես։ Երկրորդը ասեմ հետեւյալը, կյանքը ինչ է ապացուցում հատկապես Միացյալ Նահանգներում հանրապետական կուսակցության տեխնատորի հաղթանակը, հայկական հիշում եք խոսքը կա։ Եղունգ ունես գլուխդ քորի, հայություն դա լավ չի հասկանում։ Ես լավ չի հասկանում, մենք պետք է ասենք, ես էլ մեջը, ես չեմ առանձնանում։ Որպեսզի գլուխդ քորես, պետք է եղունգ ունենաս, մենք պետք է եղունգ ստեղծենք։ Այդ եղունգը պետականությունն է, որ նաեւ ոչ միայն երկրի պետությունը լինի, տարածքը լինի, մշակույթ արժանապատվություն, նաև այդ պետականությունը կարողանա օգնության հասնել կարիքի դեպքում սփյուռքին, որ սփյուռքը վերանա, սփյուռք չլինի, այլ լինի հայություն համախմբված իր պետականության շուրջ, իհարկե իր ապրած երկրների բարակայով, օրինակ քաղաքացի եւ այլն։ Սա շատ հնարավոր բան է եւ մենք դա պիտի անենք։ Մենք պետք է գիտակցության գանք, որ մեր վիճակը երկու հնարավոր երկու մենք կարող ենք մեր եղած այս պետականությունը, այդ պարտությունից հետո, պետությունը գողանալուց հետո, պետություն թալանելուց հետո, որ մեր մեջ է, մեր միջոցով է, ռուսին ծառայելով, Արցախ հանձնելով եւ այսպես եւ ախրելի զոհեր տալով, երիտասարդություն, հաշմանդամներ, զենք եւ այլն, եւ տարածք։ Ես բոլորը հասկանանք եւ տեսնենք ինչ կա, ինչ շանս կա։ Ունենք աշխարհում ապրելու շանս որպես պետություն, եւ պետք է թափառենք եւ այլն։ Այս հարցը շատ կարեւոր է։ Կարեւոր է դա պետք է գիտած այո ունենք եւ կարող ենք լավ պետություն դառնալ, որտեղ այդ ուժը ունենք։ Հիմա այդ գիտակցությունն ունենք, որ անենք թե չէ։ Որ մենք ես շատ չեմ դավերում։ Սփյուռք, օրինակ դա հայտնի է իմ բարակայով։ Այն համար շատ տարբերություն չկա, որտեղից է, ինչ է, մենք հավաքական հայություն ենք, իհարկե մի մասը այնտեղ ապրում, մի մասը այստեղ խնդիրներ տարբեր են, բայց նույն հարցերն ունենք եւ արժանապատիվ մնալու մի բան ունենք։ Ուրեմն, եթե մենք դա հստակ իմ կարծիքն այդպեսին է եւ որպես հետազոտություն ասում եմ, եթե խելքներս, գլուխներս կհավաքենք, կպահենք մեր պետականությունը, մենք հավերժ ենք։ Եթե այս Հայաստանը պիտի չլինի եւ լինի ռուսագանի մաս, որ մեր ողերին ճշնամին եղել է մնում է Ռուսաստանը։
Ուրեմն գոլոշյանալու ենք այս աշխարհում, դուք տեսնում եք ինչքան չինացի կա, ինչքան հնդիկ կա, ինչքան այս ամենը կա, մենք կարող ենք միայն մեր գոյությունը պահել պետականորեն, եթե պետություն ունենք, անկախ այն բանից դուք այստեղ կլինեք, թե Սինգապուրում ուրիշները կլինեն։ Ուրեմն եթե սա կգիտակցենք, մենք կշարժվենք առաջ, եւ պետք է շատ բաներ փոխենք մեր կյանքից։ Մենք պետք է ընդունենք մի բան, որ պատերազմում ավետարի պարտություն ենք կրել։ Այդ պատերազմը մեզ աղքատացրել է 30 տարի ունենալով մի ղեկավարություն, 3-ը իրար հետ նախագաներ, որոնք բացառապես սպասարկել են Ռուսաստանի շահերը եւ ոչ հայ ժողովրդի։ Ծառայեցրել են, իրենք են համոզնացիով վարձատրվել են, իրենք հարստացել են, երկիր նախկատացել, իրենք բանդաներ են ստեղծել, գիտեք այդտեղ, երևա չեմ ուզում ծառանանք դրա վրա։ Ես ուզում եմ, որ գիտավիճակի լրջությունը հասկանանք։ Մենք սպասարկել ենք օտարի շահերը։ Մենք օտարասեր ենք եւ օտարամոլ ենք։ Օտարասեր կարելի է լինել, բայց օտարամոլ չպիտի լինել։ Եվ այսպես, մի խոսքով այդ Հայաստանը ծառայեցրել է Ռուսաստանի շահերին, արդյունքները հայտնի է։ Մեր հայրենիքի մի հսկա հատված մեր ձեռից տարավ, նախրելի զոհեր տվեց։ Թուրքը տարավ ռուսի միջնորդությամբ։ Մեր պատմության ընթացքը ցույց է տալիս, Սամստենհաֆանոն գիտեք Բերլինի կոնգրեսից սկսած, որ Ռուսաստանը մեր տարածքի հաշվին սպասարկել է իր շահերը Թուրքիայի հետ հարաբերությունների մեջ։ Սա միանշանակ է, որը վեճ չկա։ Կարելի է վիճել, կարելի է բոլշևիկ լինել, կարելի է կները կապուշ լինել, կարելի է չհամաձայնել, կարելի ամեն ինչ կարելի է, բայց փաստը մնում է իրականություն։ Եվ այսպես, ինչ է մնում։ Մնում է այս բոլորը հասկանանք եւ հարցերը կլուծվեն, օրինակ ես խորապես համոզված եմ, որ մենք հարցերը կլուծենք։ Բայց իհարկե աշխարհում վիճակը վարդ է, դուք տեսնում եք, որ իհարկե երևի Ավստրալիա մայրցամաքն է, որ ուրեմն ինքը հանգիստ է քիչ շատ, չգիտեմ, հետո կարող են կրվել խաղերի մեջ, չի, որտեղ իրենք սովորել են մեկուսանալ եւ կարողանալ։ Բայց աշխարհը շատ խառը վիճակում է, շատ է խառը վիճակում, հատկապես մեր տարածքը, մեր հայրենիքը, որտեղ որ է, այնտեղ տարածքը շատ վտանգավոր վիճակում է եւ վտանգ առաջացնում է Ռուսաստան, Ադրբեջանի եւ Թուրքիայի ձեռքով։ Հիմա մենք այստեղ պետք է հասկանանք եւ հարցերը լուծենք։ Կարող ենք թե չէ, իհարկե կարող ենք, բայց ասել կրկնեմ, որ եթե հասկանում ենք պետության դերն ու նշանակությունը, որ նա չպետք է լինի որևէ պետության կցորդ, ոչ մեկի։ Եվ դա հաջողվում է մեզ, առայժմ հաջողվել, առաջին հերթին Ռուսաստանի կցորդ չպետք է լինի։ Ռուսաստանը Հայաստանից պիտի չքվի մեկընթնիշ։ Ուզում է թե չի ուզում, ինչու։ Իր դրա ստակը, որ մենք ենք իր Թուրքիայի հետ հարաբերության մեջ, նաև պարսիկների հետ, ինքը կորցնում է գործիքը, որով ինքը առևտուր է արել նրանց հետ, դրա համար է, ինչ ելանա, բայց հիմա այս վիճակն է, և հիմա այսպես մենք մտածում ենք ինչ ենք անելու, մենք ուրեմն բախվել ենք մի իրականության հետ, ձեզնով անտերց, բայց Հայաստանյան բանակայում, և մեր տարածքը խիստ կրճատվեց, առանձնապես բան չէր, կրճատվեց, տարածք չունենք, դուք եթե Երևան կգաք, կտեսնեք, որ Երևանից մեքենա օթովով ամենահեռու կետը Ագարակն է, որ հեռու է, մենք հեռու ենք ասում, 6 ժամում կհասնեք, 6 ժամում, ընդամենը վերջացավ, ուրեմն եթե միտեղ առավոտից մինչև իրուգու մեքենայով սահման ես ասում, ամենահեռավոր սահման, ուրեմն այստեղ խնդիր շատ է բարդ, հետևաբար այս բոլորը այս բաներն են, ուզում եմ ասեմ, որ սրանք հասկանալու համար են և անելու համար են։ Մենք ունենք բարեկամներ, թե չէ, այստեղ արդեն, մենք չենք ունեցել բարեկամներ, և այդ բարեկամները դարերով չեն եղել մեզ հետ, բայց մենք այս պարագան լինելով թույլ ժողովուրդ ֆիզիկապես, անընդհատ ուզեցել ենք ուժեղ բարեկամ ու չի եղել։ Ես ասենք, ամուսնանում եմ, անպայման ուզում եմ հարուստի աղջկա հետ ամուսնանամ, հետը չի պատահել։ Ու ես մնացել եմ անտեր։
անտերի չի մասկով, չեմ մտածում, դե ես աշխատեմ երս արը, չկա, ինչ անենք։ Եվ մեր հայացքը սրա վրա է, որոնել ենք հովանավոր, այդ որոնավոր դուք գիտեք ինչ է եղել, եւ ամենավատն ենք, ես Ճավախքից եմ, Ախալքալակից եմ, իմ պապիկը, որին չեմ տեսել, ինչպես որ ձեր պապիկները դուք չեք տեսել, հայկական երկրորդ ասույթն ունի, որ ուրեմն մտել ենք նախիր, պաչել ենք էշիկ ճակատը, նախիրի մեջ ամեն կա, եղնիկ կա, գենգուրա կա եւ այլ գենգուրու, բայց էշիկ ճակատն ենք հանդուրել, մենք մտել ենք ազատագրության ճամփար ռուսի ճակատն ենք համբուրել եւ դա ինքը գիշեր ցերեկ ինքը չզարգացող ժողովուրդ է ինքը մարտնչող կռվող է Արզ է դե դրանք գիտեք հիմա ասում եմ ինչու որտեւ առաջ եթե ես վստահ եմ 4 տարի առաջ այս բանը ասեի դուք կարող եք գնայք ես չկարողանայի խոսքը շարունակել որովհետեւ դա նույնիսկ հայության մեծ սովորություն կա ինչի ես ասում չի սիրում հայությունը քննել հարցը Եվ վարչապետը մի քանի բաներ ասեց, ես վերջերս տեսնում եք մի ոռնոց է դրվում, ասում ես չեք ոռնում, մարդը բան չի ասում, ասում ես հարցը չքննենք ինչ են ճախճախվել, քննենք թե չէ, բա թուրքը կուտի, ես թուրք ես և այլն, հա թուրքը կուտի, բայց եթե ուրեմն չքննես, ռուսը հետը կուտի, որ ռուսը կուտի թուրքի ձերքով, Եվ ինչ եք ասում, այսինքն մենք այս բաները պիտի փոխենք, եւ ես անդրադառնամ թե ինչպես։ Ուրեմն պատերազմից հետո սրանք մարտահրավերներն են։ Ինչ է կատարվել, շատ բան փոխվել է ժողովուրդ ջան, շատ բան է փոխվել, կարծեմ, փաստեր, բայց շատ բաներ պիտի փոխվի։ Հիմա մեր իրականությունն այդպեսին է եւ ես կարող եմ իմ դիտարկումներն ասել վարչապետի պարագայով, որի հետ համագործակցում եմ Ես իրա մարդը չեմ, ուրեմն ես հայության մեջ արգահատանք ունեմ այդ բարի հանդեպ, եթե ձեզ բարևում եմ, դուք միլիոնատեր եք, ես ձեր մարդն եմ, դուք իմ մարդն եք, դառնում եք իմ համար հովանավոր, նա իմ հովանավորը չի, բայց մենք համագործակցում ենք, որովհետև պետությունը մերն է, իրենն է, մերն է, այսօր ինքն է վարչապետ, վաղը դուք կարող եք լինել, մյուս օր մեկ կլինի, ես չեմ լինի, որտեղ ես չեմ ուզում Դրա համտելի համար չեմ պայքարում, դա չեմ ուզում, բայց ես պատրաստ եմ օգնելու, ում որ բան է, իսկ եթե ժողովուրդ ուզի, պարզ է, որ որևէ չի կարող մերժել, հիմա ինչ եմ ասում, ես հարցերը ինչ եք փոխվել, նախ պետք է ընդունենք մի բան, որ հայկական պոռոտախոսությունը մեր, ես էլ մեջը, շատ վտանգավոր բնավորության գիծ է, որ կա եւ դա շատ վնաս է տալիս, այսօր խոսում պատերազմից որ հաղթել են, ասում են չես հարձակվում Չի կարող, բանակ չկա, բանակը վերակազմակերպման մեջ է, հիմա դուք տարեցիք, կիսատ սարկատ շենք կպրծենեք, որ լավ շենք եք սարկում, կպրծենեք հետո, այսինքն դա Մոսկվայից հրահրվում է, կիսատ պռատ փչացվի, դե հետո որտեղից, մենք տեսանք, թե դա ինչ կարող է լինել, դրա համար ինչ եմ ուզում, դա պետք է թողնենք այսպես, պոռոտախոսությունը թողեք, բայց նվաշ չլնենք, օրինակ ես համոզված եմ, եթե հայ տեսակի խարակտերական հոգեբանական նայենք 100% անոց է, եթե հայ ժողովրդի արժանապատվությունը վերադառնա իրեն, մետեղ ոչ մեկ խաղ չունի, ոչ մի ժողովուրդ, մենք բոլորիդ կարող ենք հարց ուտել, բայց ինչ է, նա պետք է քզնելու արվեստը թողի, ուրիշին դուր գալու սովորությունը թողի, դրա համար ասում եմ, մենք մի քիչ անգլիացի պետք է լինենք, ես դա սիրում եմ Մի քիչ անգլիացի լինենք, մի քիչ գերմանացի լինենք կարգապահ, մի քիչ ավելի գերմանացի լինենք, որ ընկնելուց ելնենք նորից խփենք։ Բազ է, ուրիշ դրա չի լինում։ Լավ հաշվել պետք է կարի, բայց մենք այդպեսին եղել է, կասեմ պատմականորեն։ Այսինքն հարցերը այսպեսին են եւ հիմա ինչ ենք արել։ Մեր պատերազմից հետո մենք կանգնեցինք մի ծայրահեղ վիճակի առաջ, որին տեղյակ եք, եթե չէ։ Մենք ուղղակի կանգնեցինք ոչնչացման լրիվ պետությունը գործնելու խնդրի առաջ, լրիվ ոչնչանալու։ Հենց դուք չէ, մենք կանգնեցինք, երբ որ բանակը բարոյալքված էր, բացարձակապես բարոյալքված էր, եւ որևէ բանակ չի կարող պարտությունից հետո կանգնի ոտի, այսպես կանգնում մկանները
զենքի բանի հարցերը շատ եք լսել, ուրեմն սա մեր երկրորդը եւ հայաստանյան տականքը, ավանդական, ոչ ավանդական, եւ հոգեվոր, ոչ հոգեվոր։ Մոսկվայի ցույցումով ընկավ իշխանության հետևից։ Ասում եք ինչու չի պատժում, պատիժ։ Ուրեմն կորոնա, պատերազմ եւ գրող պետականության դեմ, որովհետեւ ամեն ինչ կարելի ասել, ինչու է ձեր բոյը երկար, ինչու է կարճ, եւ ան կարող ենք ասել, որ այս իշխանություն չի, ինչու որտեղ այդ իշխանությունը բախվեց երկու բան, Ռուսաստանի շահերի դեմ, ինքը իրեն ավտոմատ բախվեց, ոչ թե ուզում էինք, որովհետև Ռուսաստանը հաջորդի ամեն ինչ ընդունում է, չի ընդունում պետականությունը, պետություն չպետք է լինեք, Ուկրաինայում տեսեք ինչ է, պետություն չպետք է լինեք, եթե պետություն էլ չես լինում, էլ ինչ ես ապրում, մեր պարագայում ես է, Պարզ է, չէ, պետություն չպետք է լինես, այս հարցը եկավ եւ նա ունի երկրի դաշնակից ներքին տագանքը, ովքեր գողացել են, ովքեր թալանել են, դե դրանք անկիլ գիտեք, ովքեր ժամանակի ընթացքում ռուսական գաղտնիծառայության հետ ապրել են, աշխատել են եւ ձեզ կարող եմ ասել իցավ մեզ, հայերը ռուսների համար կամավոր շպիոն են լինում, լրտես, կամավոր են անում, Ուրիշտեղեր դիմադրում են, հավաքագրվում են, բայց այս թվով գեներալ, այս կան սպայական կազմ, ռուսական կազմ, կամ ուղիղ կամ անուղղակի, կամ տեղ է եղել գեներալը դիտավորյա սահմանի վրա, զորքը չի տեղաբաշխել խրամատում։ Եվ հարցակվել են զինվորը կամ կոտորվում է, կամ փախչում է։ Իշպետի անի։ Հիմա ասեցի վիճակը, հետո գալիս է ռուսը, հայը գնում է կողքի իր հարազատ, և այսպես թուրքը գալիս է առաջ, ես դրա համար ձեզ հարցեմ, ձեզ են հարցար, ռուսը ձեր իշն է, մի հատ կարող է բացատրեք, ինչն է, որ այդպիսի հավատարմություն ունեք, և այդքան հարգանք ունեք, օրինակ լավ կնեն անգլիացի հարգեիք, լուրջ եմ ասում, ինչու չեք հարգում, հեմ մյուսներին ռուս եք հարգում, ինչի, Ցեղասպանության տարիներին արել է, հետո արել է, հետո արել է, հետո արել է, իշկան անի, վերջում Ղարաբաղն արեց, ինքը փակեց, սովահարության դվեց, թուրքին ասեց թե գնա, զենք ներվերցվեց տարավ ենտեղ, մեր զենք, և այսպես, ուրեմն հիմա ասենք, բայց դրա վրա չկենտրոնանանք, որտեղ այսպես է, եթե ուզեք պատասխանում հետո, մենք որոնեցինք ինչ անենք, պետք է պետությունը փրկել, բառացիորեն փրկելու հարց կար պետականությունը եւ քանի որ երկիր ինստիտուցիոնալ կայացած չէ, դեմոկրատիա եւ այլն, խնդիրը մնում է վարչապետին գցելը։ Եթե վարչապետին գցում են, փլվում է։ Այն պետությունը չի որ ասենք, բանի շնորհակալ եմ։ Այն ասենք Բելգիայի նման չի որ 8 ամիս կառավարություն չկա, երկիրն ապրում է, մարդիկ տեղյակ են չէ որ հրաժարական են տվել։ 8 ամիս կառավարություն չունեն, որտեղ երկիրը մեքենան ինքը ավերած վարորդին աշխատում է։ Մենը եթե վարորդին գցում ես, ցխրվում է ձմեռուկի նման։ Եվ մենք քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը հայտարարել է եւ ասելով որ այո, իշխանության թերությունը այն ինչ որ հայ ենք, էլ պետք է ասենք ինչու չես արել, ինչի չկա այդ մազոխիստ է, չէ՞։ Ինչու։ Գիտեմ որ ինչու, որտեղ կորոնա է, որտեղ պարտվել ենք, բայց ուզեք բան եւ անեն, այսպես հայտարարել ենք, ասել ենք վարչապետի կողքին ենք կանգնում, մինչեւ վերջ։ Ես ձեզ կարող եմ ասել առածվանի, պարտությունից հետո առաջին անգամ Հայաստանի էկրան ես եմ վերադարձել եւ 3 օր կոմայի մեջ էի, չէի կարողանում, բոլոր ոնց որ կյանքներիս իմաստը կորավ հանգարց։ Եվ կանգնեցինք իմ ընկերներով կուսակցությունով, առաջինն ենք եղել, էկրանները չենք իջել, որտեղ նաև որսում էի, այդպես չի, չեկա է, կագբ է ռուսական, մաֆիա է, բանդա է, որը երկիրը քամել է նախագահի զոկանջ, խնամի, նախագահի վարորդ, շոֆեր, Հայաստան է դա։ Եվ այսպես բայց այդ վիճակը ինչ եղավ հետո, ուրեմն մենք սկսեցինք որոնել բարեկամ,
իմանալով, որ մեր բարեկամը ողերիմ թշնամի է։ Մի քիչ այս կողմենքով իշխանության մասը չեմ ասում։ Առաջինը հայտնաբերեցինք Հնդկաստանին։ Հնդկաստանին ես կարող եմ ասել, դա ես եմ արել իմ ընկերներով։ Երբ որ շփոթ վիճակ էր, երկիրը իրականում յուղերը անպաշտպան եւ այսպես ես հանդիպել եմ Հնդկաստանի դեսպանի հետ։ Հայտարարություն արել եք, դրա համար եմ ասում, բայց ինքան եթե առաջ չլինենք, չէի ասել։ Ես ասի, որ իմ գնահատականով Հնդկաստան առաջինը մեզ պետք է օգնության գա։ Զենքով ամեն ինչով, մեզ զենք է պետք, մեր զենքի տեղը չի տալիս։ Փողը վերցրել է $400 միլիոն, Ռուսաստանը զենքը չի տվել պատերազմի օրերին։ Հացես բարեկամ, սիրեք ռուսները, շատ սիրեք։ Ընդմիշտ սիրեք, զենքը չի տվել։ Ինչ է տվել է վատն է տվել, չի պիտանի, չի վարչապետ ասեց, Իսկանդերը 20%-ով է կրակել, ընկավ կրակը ծերները հայերի։ Բայց պարզվեց Ուկրաինայում 10% չկա։ Այդ երկիրը զենքեր չունի, որակել չունի։ Այդ ֆուտլյարը էլ է այսպես։ Հիմա եւ Հնդկաստանի իշխան չեմ երկարացնի, որ մի խոսքով ես հասկացա, որ մեզ տալու են, բայց պիտի դիվ իշխանություն պետք է անի, բուսակցություն չի կարող անել, մի խոսքով եկանք ասեցինք եւ այլն, իրենց էլ հաշիվը բարձ է, ինչու է Հնդկաստան, որովհետեւ Պակիստանը Հնդկաստանի ողերին թշնամին է, Ադրբեջանն էլ Պակիստանի ողերին բարեկամն է։ Ու վերջացավ։ Այս միջանցքը պետք է, ուրիշ ոչ մի բան, եթե մի օր կա գրասենյակ բուսակցության, դուք կտեսնեք հնդիկներից ինձ նվեր, շնորհակալագիր դրած է կողքի, որովհետև եւ այսպես գործը գնաց։ Մենք երկար ժամանակ չէինք ասում, որ զենքի մատակարարում կա։ Իմ մանուկները, բայց հնդիկներն էլ իրենց հաշիվն ունեն։ Դելիում հրապարակեցին, որ իրենք լավ զենք են վաճառում, հաջախորդ է որոնում նաև, եւ նոր իմացվեց, որ Հայաստանը զենք է ստանում։ Հետո սկսվեց Ֆրանսիան հնդիկների քայլը, Ֆրանսիան ոնց որ ճամփեն բացեց։ Եվ այստեղ մենք ունենք հաջողություն, որն է դա։ Մակրոնը Նիկոլի շատ է հարգում։ Ուրեմն Հայաստանի ազգաբնակչության 30%-ը մեռնում է դրա համար։ Այս գողերն ու գողապետությունը ինֆարկտ են ստանում։ Բարձր չէ, խանգարում է։ Իսկապես եմ ասում, ինքը ես գիտեմ, որ մեր ցարաբերություն ունի եւ շատ անգամներ Մակրոնը մեզ քայլեր, բաներ կարգավորել է, դուք ես սուս մնացեք կամ։ Եվ հիմա Հայաստանի բանակը ստանում է Հնդկաստանի զենք, դե տեսակները, ես հնդիկները կգրեն, մենք չենք ասում, իրենք հետո գրում են, վաճառք է, շուկայել է։ Եվ Ֆրանսիան, այդ բանով Ֆրանսիան էլ այսպես է, գիտեք պատերազմից հետո որտեղ են ասում է, որտեղ զոկանչս արուսնել հետ է։ Հիմա որտեղ հիմա Ֆրանսիան Գերմանիան հետևից գալիս է, հիմա այն չի։ Պատկերացնում եք ինչ ճամփա է բացվում, եւ Անգլիան մեղմացել է։ Ես Անգլիայի դեսպանի քաղաքական պատասխանատու հետ եմ խոսել։ Եվ այլն, մի խոսքով եւ Հայաստանի բանակը սկսեց մատակարարվել ժամանակակից զենք, ահա ոռնոցը սկսվեց։ Վարչապետը խոսում է խաղաղությունից անընդհատ։ Ես ասում եմ, ձեզ եմ ասում, թող խոսի, ինչ եք ուզում։ Ինչու է խաղաղություն, թող խոսի եմ։ Ինքը այդ դիտետ է խոսում, բայց հարցը ինչն է։ Այ եթե զենքի մատակարարում չլինի, մենք պիտի դատապարտենք։ Բայց մարդը թույլ է վիճակը, խոսում է զենք խաղաղությունից, այնտեղ եթե կա, ուրեմն վերջացավ, օքեյ, ամեն ինչ նորմալ է։ Ինչպես որ ժամանակին ասեմ ձեզ, Գերմանիայի փորձը շատ օրինական է, մեզ համար շատ։ Ադենաուերը 46-8 թվերին Հիտլերից հետո երթվում էր, որ զենք չուներ, ինքերեն բունդեսվեր չեն ստեղծելու։ Երթվում էր, ասը հավատացյալ էր, Նիկոլ հավատացյալը չի եղել, ես հավատացյալ չեմ, չնայած քրիստոնյա։ Ուրեմն այդ մարդը երթվում էր, ասում էր Գերմանիան բանակ չի ստեղծելու, դա չարիք է։ Մեկ էլ հայտարարեց, որ ասես Գերմանիան արդեն բրիգադներ ունի, դիվիզիաներ ունի, նոր Գերմանիան։ Հիմա հայերը ասում են, ինչի ճիշտը չես խոսում։ Ոսկեբարում ասում եմ, լսի, որ պրիմիտիվությունը չի կարելի։ Եթե պետք է ուղեղը գա ասի, չէ, այդ հետախուզություն ինչի է բաղում, ասում եմ այդ ավանդականները,
Այդտեղ ինչ են վախտում գլխի չեն անգնում, վարչապետը ոնց կարող է ճիշտը խոսել։ Պարտադիր է, դուք եսի չէ ձեզնից ուզում, որ ճիշտը խոսեք, եթե հարց ունեք, գնացեք հետը հանդիպեք, եթե, ես նույնիսկ որ Հնդկաստանի բանն եղավ, ասի, երբ որ կլինի, ես համոզված եմ, որ լինելու է, ասի, դու ինձ կարող ես չասես, ես քեզ, դու ինձ կտեսնես, ասա Հնդկաստանը զենք չի տալիս։ Չեմ ուզում իմանամ, դու գործն արա, որովհետև այդպես է պետք ենթադրենք, եւ այսպես Հնդկաստանը եւ այլն։ Հիմա այս բարական արդեն մեր վիճակը թեթևացավ։ Բանակը սկսեց պաշտպանական բնագծեր կառուցել, դեպի տակ բաներ են սարքում շատ։ Երկիր փոքր է, նկատի ունեցեք, որ ասենք եթե այստեղ լավ ուտեսնես վազես, սահմանը բարձանում է, միծերը Հայաստանը վերջանում է, գիտեք, 200 կիլոմետր է ջերմուկի հատվածը ինչ է։ Սար ձորը կարող ես կես ժամում միծեր վազես։ Մեր հիմա ես եւ այսպես մի խոսքով դրանք եղան, բայց այստեղ մի բան կա, որ ես էլ ասեմ, բանակը չի նշանակում զենք մենակ, սպայական կազմ է պետք, անպայման սովետական բարկերից ռուսական ազատագրել է պետք, գողանալու ավանդույթը խախտել է պետք եւ կիսագրակեց սպայական կազմը արագ փոխել է պետք, կրթված, որտեղ ֆրանսիական զենքի համակարգի վրա չես կարող, ըստես ռուսական հարաղով շիշներ դրած գրբանը չունի։ Ուրեմն ժամանակը դե չէ, եւ այսպես հիմա հետո այս մասը բանը դուրս եկավ, երկրորդ մասը գիտեմ որ դա հետաքրքրում, հետո Միացյալ Նահանգներում էս ընտրությունները։ Ուրեմն ընտրությունները առաջացրին խնդիր աշխարհի համար, այս թվում է համար ոչ։ Չնայած կարծում եմ որ դուք ուրեմն Թրամփին չեք սիրում, հաստատ, որովհետև աշխարհը չի սիրում։ Հայերը այդպես է, ոչ թե իրենց պետք է սիրեն կամ չսիրեն, աշխարհը սիրում է, թե չէ, ես այդպես չեմ։ Ով Հայաստան սիրում է, ես նրան սիրում եմ։ Ուզում է Սուլթան լինի, ուզում է Հիտլեր լինի։ Ես ինչքան եմ ասել, որ Մուսոլինին դուք գիտեք ֆաշիստ։ Ինչքան օգուտ է տվել հայ ժողովրդին դուք, եթե տեղյակ եք։ Հիմա ինձ հետաքրքիր է թե ռուսները ֆաշիստ են ասում, բայց ամենամեծ ֆաշիստ իրենք են։ Չեն նրանք ֆաշիստ նա չէ, նա կուսակցության անուն է, ասեմ։ Հիմա այսպես եւ հետո ինչի համար ինչ եղավ մենք կարողացանք ուրեմն Հայաստանի պարակայով Ամերիկայի հետ միասին հասնել ռազմավարական գործընկերություն կոչված կարգավիճակ, համաձայնություն կնքվեց, մեկ էլ Մոսկվայից հայ ուրեմն սողունները ստացան հրամաններ Բայրակտարով այդ հարցազրույցների։ Էս է բանը Թրամփը կչեղարկի, ասում ես ինչ գիտես, դու կներեք մի անգամ եկի, ասում եմ Թրամփի տեղաշորից ես գալիս, ասում եմ էս ինքը չեղարկելու է, ինչ գիտես, իմ հաշվով չի չեղարկելու, որովհետև դա պետությունները հաստատղտերը հենց այնպես չեն ստորագրում, որ հաջորդը եկավ, ասում է չեղավ, այդպես այդ բաներն են, էլի թույլ պետություններն են այդպիսի բան անում, եւ ինչ եղավ, ուրեմն նոր վարչակարգը եկավ, վերահաստատեց ռազմավարական գործընկերության համաձայնությունը հիմա էլ դրա վրա աշխատում են եւ այսպես Քոչարյան Ռոբերտ, Սերժ Սարգսյան, Ղարաբաղյան Կլան, Կակեբեջ, տեսեք ինչ ասես կա, այս ավանդականներ իրենց բոլորը կան անդունդ, որովհետեւ Թրամփը ոչ ոք չասեց, ավելին ասել։ Թրամփ ուրիշ հայտարարություն անեց եւ մենակ ինքը չի կարեւորը, իհարկե Հայաստանը այն խնդիրների մեջ ինքը որ Չինաստանի հետ ունի ոնց որ մենք այդ հարցը չենք իրենց համար, բայց հայտարարեցին որ քրիստոնյաների շահերի պաշտպանությունը որպես փոքրամասնություններ, որպես պետություններ հանրապետական կուսակցության ուրեմն առաջնահերթություններից է։ Հիմա դա դες չի բավարարում որ Թրամփի չայոյեք, որտեղ ռուսները հայոյում էին։ Ասենք մենք մանգլավի կոչենք, Իսրայելը հայոյում է, լավ է անում, չի հայում էլի է լավ անում, հիմա ինչ կապ ունի Իսրայելը քոյս է, բարձը չէ, օրինակ եմ ասում, և այսպես այս հարցը գնաց հիմա էլ ես նոր ադմինիստրացիայում կոնե 3 կամ 5, 3 հաստատ հայամետ գործիչներ կան, առաջինը պետ քարտուղարն է, Ռուբիոն, դա կիսահայ է,
հայչի կուբանցի է, բայց որտեղ ատոմի ադրբեջանցիները շաշվով է ատոմ իհարկե, նաև մարդկայնորեն, որտեղ այն կապարտի վերաբերյալ Ադրբեջանը ժամանակին նա եղել է Ստեփանակերտում, դրա վերաբերյալ որոշում ունեն, պերսոնա նոն գրատա են հայտարարել, Ադրբեջանը քիչ է մնացել Տրամփին հայտարարել։ Այսինքն ինչքան հայտարարել ենք մեր օգուտն է թողան։ Ուզում եմ ասել, ահա եւ Ամերիկայի հետ հարաբերությունները այդ վիճակի դահասել, ասեմ ձեզ Ժորժ ջան, բայց դա քիչ է։ Մենք ունենք ամենաբարեկեցիկ համայնքը, ես նախանցած տարի եմ եղել այս կարգի Գլենդեյլում, Կալիֆոռնիայում եմ եղել, շատ տեղեր, ուրեմն եւ քիչ է մեր կարողությունը շատ է, բարեկամությունը քիչ է։ Եվ այս ուղղությամբ պիտի անընդհատ տոկոսը բարձրացնել։ Ամերիկայի հետ ինչ կան բան, տեխնոլոգիա է, փող է, գիտեք, դոլարներ են այնտեղ, զենքներ են այնտեղ, գիտնականներ են այնտեղ, հայներ են այնտեղ, որովհետև այդ գաղութը նաև բարեկեցիկ գաղութ, այսինքն այն գաղութը չի Լիբանան, Սիրիա, որ խեղճերը չգիտեն այս վիճակ, եւ օրինակ եւ դա մեր հաջողությունն է, որ պիտի անենք աշխատենք։ Ես գտնում եմ, որ մեր կուսակցությունն է։ Ես բոլորի մեջ մենք կապ ունենք, ես ու բաներ չեմ ասում, իշխանությունն է արել իհարկե, բայց այսպես նախանցած տարի, երբ 23 թվականի ապրիլի 27-ին ես Վաշինգտոնում եմ եղել, հանդիպել եմ Սեմ Բրաունբերգը, անունն եմ ասում, նախկին սենատոր եւ այլն, ես պարզվեց Տրամփի մոտիկն է, լոբիստ է, առաջվաս բաներ, սենատի արտաքին հարաբերությունների, հիմա մեզ մնում է, որ շատ մեր ձեռնանք գործեր անեն, ինչքան շատ, այնքան լավ, ինչու։ Ամերիկան այդտեղ երկու ֆունկցիա ունի, առաջին թուրքերի զսպում է, չվախենակ, թուրքը կուտի, բայց ռուսը կուտի, թուրքի բերանով, եթե ռուսից ձևը մնակ, թուրքը չի ուտի, որտեղ Ամերիկան չի ուզում, մենք էլ ոչխար չենք, որ մեզ պետք ուտի, եթե ուղեղ ունենք, այսինքն այս բանը, այդ բանաձև պետք է քցեք, ռուսը չլինի, թուրքը կուտի, ես դրանից մի հատ զավեշտալի բան կպատմեմ ձեզ, մի խոսքով մնում է Ամերիկայի շատ աշխատենք տեխնոլոգիաների հարցով, իրենք բանակի վերակազմության հարցով, զենքի, չգիտեմ, զենք ինչքան կտա չտա, բայց թե ուզում է չտա, ֆրանսիականը կատարյալ է, դուք գիտեք, որ Ֆրանսիան աշխարհի եզակի պետություններից է, եթե չգիտեք, որ զենքի բոլոր տեսակներն ինքը արտադրում է, գեր ժամանակակից որակով եւ միջուկային տերություն է։ Հիմա ովքեր են մեր բարեկամները, նոր Են մանը թողում են, զառամյալ հարպեցող են, ռուսների մասին է, իրանց զառամյալ բարեկամներով հայերի մեջ եղած։ Ընդկաստան միջուկային տերություն է, Ֆրանսիա միջուկային տերություն, Ամերիկա Միացյալ Նահանգներ երեքն միջուկային են։ Հիմա քաղաքականության մեջ հաջողությունից երրորդ ասույթ ասեմ, չէ, կանայք լավ գիտեն, ոնց է ասում է աղջիկ քեզ եմ ասում, հարց դու հասկացիր։ Ուրեմն երրորդ եղավ, չէ, տեսնում եք, այսինքն մեր փորձը պատմականորեն հետ է գալիս քաղաքականության մեջ, հիմա մնում է խերացի աշխատելը։ Եթե այդպես պիտի կարողանանք առաջ շարժվենք, բայց մենք պետք է ունենանք բանտան, ոչ միայն ուզենք։ Մենք ունենք թե չունենք, ունենք։ Մենք Հայաստանում իմ մտերիմ ընկերներ, որի մասին շատ ասել եմ, վերջերս ինչ-որ զբաղված եմ եղել, չեմ ասել, բայց այսօր ասել, թող եթերով էր գնա, պրոֆեսոր Սամվել ուրեմն Գևորգյանի սենսորային տվիչների տեխնոլոգիաներ կան, զենքի բանակի պաշտպանության առումով, ուրեմն բժշկագիտության ոլորտում հետազոտական ստուգման, եւ այլն, այս սրա գոնե մի գյուտ է, որը համաշխարհային հայ-ամերիկյան ընկերություն է, որի տվյալները նա ստուգեցնային փորձարարականը, այս Տրամփը, որ մեքսիկացիների չի թողում, Սան Դիեգոյում շախտերում փորձարկեցին 20 թվին, կանչեցին, ասին դա փորձարկի, տեսնենք կա թե չէ, ամերիկացիք տեսա որ կա։ Հիմա մենք Հայաստանի իշխանությանը խեղդում ենք, ասում ենք լսի գործարա, էլի, դա բերեք այս մարդուն օգնեք, գնա շարժվի։ Այստեղ կարող եք նստեք ապարատի վրա, բանը, այն ձեր գազիվորներ, Թասմանյան,
Այնտեղ իմանաք շները իրար հետ գնացին են, թե չէ, ինքը գրանցում է։ Իհարկե կան չի տարածքը, բայց գրանցում է։ Եվ այլն։ Այսինքն մենք անելիք ասելիք ունենք, տալիք։ Մենք պետք է աշխատենք դիմացինին միշտ բան տանք, առաջարկ անենք։ Սա է դուք վերցրեք, ոչ թե մենք ուզենք, ուզվորին այդպես տվող չկա, նկատի ունեցեք։ Այդ պետություն, բան, այս կողմերում այդ բոլոր հասկանալի է, խաթր մոտիկություն դա մի կես տոմս կարող է լինել, մնացածը ինքդ պետք է լինես եւ որոշ բաներ այդպեսի կան։ Ուզում եմ ասել, ահա սա երկրի արտաքին վիճակն է, այդ իմաստով արտաքին մեծ վտանգ չկա։ Վտանգը իհարկե Ադրբեջանն է, որի պապան այդ էշին նստած Պուտինը քշում է մեր վրա։ Բայց ինքը բարեկամ է, ղարաբաղցիների բարեկամ է։ Հասկանում եք ոնց է, ողբերգություն է մեր համար։ Սա ազգային ողբերգություն է։ Եվ դարերի պրոբլեմ է։ Իհարկե հիմա այն բան չի, մի խոսքով եւ նաեւ գիտեք նաեւ Եվրոքվե այդ Եվրոքվեարկությունն եղավ Եվրոատնանտյան քաղաքականությունը, որ մենք կողմ ենք եղել, քարյակին հետո չմասնակցեցին, որտեղ դա հրատապությունը կորցրեց, որտեղ նշանակում մի խոսքով քաղաքականությունը այդ ուղղությամբ հաջողակ գնում է, ինչքան հնարավոր այնքան արվում է եւ այլն։ Եվ մենք երկրորդ խնդիր ունենք, ինչքան սրանց հետ մոտիկանանք, Ռուսաստանից այնքան հեռանանք։ Ընդմիշտ պիտի հեռանալ Ռուսաստանից։ Նույնիսկ ես որ ենթադրել լինեի, այդպես է ասում եմ, Սասունցի Դավիթ եւ պրեզիդենտն էի Ռուսաստանի լեզուն անգամ կարգել էի, որ մեր ուղեղի մեջ չմտնի ինքը նա անգլիացի չի, ամերիկացի չի, այդ իր աղբը լցնում է ուղեղի մեջ լեզվով, կինոյով, թատրոնով, հասկանում եք ոնց է։ Այսինքն ստացվում է, որ ավելի լավ լեզուն չիմանաս չվարակվես այդ իր տխմարություններով, որը քեզ վնաս է։ Ինեն ժողովրդի մի մասը ռուսացած է։ Հայ մարդ է, մենք իրար հետ շատ լավ բան, բայց ինքը ռուսացած է։ Առանց դրա չի կարողանում, որտեղ ուղեղը լցրած է գլխից։ Հասկանում եք ոնց է, մեր ուղեղներն ազատագրել է պետք։ Դրա համար մենք մեկը կարելի լեզու չիմանալ, ավելի լավ անգրագետ լինել, քան փչացած մարդ լինել, ազգային իմաստով։ Հիմա մի խոսքով էս կնում է, հիմա տեսեք ինչ է լինում։ Ունենք հարաբերություններ, որը շատ հեռանկարն է հատկապես Հնդկաստանի պարագայում, ինչու։ Եթե մենք կարողանանք տնտեսությունը դիվերսիֆիկացնել եւ այդ տեխնոլոգիաներ, գյուղատնտեսություն շատ լավ բաներ ունեն, հնդիկներն իրենք Հայաստանում կան, շատ բարյացակամ են, հանգիստ ժողովուրդ են։ Իրենց մենք շատ լավ ընդունում ենք, իրենք էլ փոխադարձորեն, եւ այսպես մի խոսքով, քանի որ նա հեռու է նրանից մեծ վտանգ չկա, որ կգաղութացնի, հեռու լավ է, չի կարող այդպես, ռուս չի մտնի տունը, տեղը, կրթությունը, դես, այսինքն նրա հետաքրքրությունները, բացի մեծ շահաբետությունը, ուրիշ բան չունեն, դուք եք կարող եք բիզնես անեն, որտեղ նայեցեք, իրենք ես անձամբ զրուցել եմ, հնդիկները որտեղ լինում են, հայերի հետ բիզնես գործարքի բաներ են որոնում, սիրում են, հարգում են, մարդկանորեն ընդունում են հայերին, այնպես որ հնդիկների չմերժեք, չինացիներից էլ չափավոր, որտեղ չինացին առաջ գնաց, վերջում կարող է քեզ ուտի, ինքը սիրում է ձև, հնդիկն այդպես չի, բնավորություններ են, եւ այսպես էլ է, հիմա այսպես ասենք, սա վերջացնենք, ուրեմն միջազգային դրությունը բավականին լավ է, օր-օրի լավանում է, իհարկե չի նշանակում, որ շատ լավ է, բայց դա արդեն լինում է, գործընթացի մեջ է, Թուրքիայի հարցն էլ այսպես է, խրվեց, գիտեք, Էրդողան, քեմալականներ, եթե քեմալականները հաղթեն, միանշանակ մեզ համար շատ ավելի լավ վիճակ կառաջանա, ինչի համար, որովհետև Միացյալ Նահանգների գրբանում են քեմալականները, հանրապետականները, դենտեղ են Մարկ Ռուբիո եւ այլն մեզ բարագայում ավելի ճնշումը կմեծանա, որ Հայաստանի հետ նորմալ եղեք եւ այլն։ Հիմա ցեղասպանության ճանաչման հարցը։ Ես հարց եմ տալիս այսպեսի մի բան, դուք անգես պետք է լինեք, որովհետև ոչ, այսինքն մարդ չկա աշխարհում, որովհետև հայը չեն լինի, այսինքն ցեղասպանությունը հрьяաներն էլ չեն մերժում, ասում ուղղակի պետք չի, որովհետև հрьяաներն չի, ասում են մեր հոլոկոստը շատ լավ բան է, էլ ինչ եք անում ձեր ցեղասպանությունը, ոչ ասում չի եղել, ուղղակի իրենց լավ է, ես Իսրայելում 3 տարի Երուսաղեմում աշխատել եմ, անգամ մի հրյայի ասի, ապա ոնց ասի, այդ ձեր մեռելներն անտին մեռել են, մեկն ինչ է որ, այդ ձեր իսկական կարգին
հասկանում եք, որ մերը հեչ բան են, էլի։ Իրենք այս բաներն են անում, բայց մեր ժող չկա։ Ինչպես նաև վարչապետը կարող ասել, բայց վարչապետը ինչ ասում, եկեք ասում է, ես գիտեմ ինչ է անում, ես բացկացեմ, ինքը դա չի ասի հաստատ։ Ասում է, տեսնենք ինչ եղել, ինչու ցեղասպանվեցինք։ Ես ավանդականը ոռնում է, չէ, հայտ տատի գրասենյակը հասկացանք, հայտ տատն էլ հասկացանք, արևմտյաններ, արևելյաններ, ես գումարային, չէ, բայց չհասկանանք ինչ եղել, ես ձեզ ինչ եմ ուզում ասել, ես ասում եմ, որ երևի լսել եք, քանի որ այստեղ բնական է շատ լսողներ կա, Ռուսաստանն է ցեղասպանության կազմակերպիչ երկիրը, եթե որ դուք այս թեզիսը ասում եք, ապացուցում եք, չհասկացանք, այդ Ռուսաստանը բա ո՞նց է բարեկամ, նա կազմակերպիչ երկիր է, հիմա ով որ մոդելային բան կրթությունների դինեմ, ճիշտ եմ թե չէ, Արցախը տեսեք, ռուսը գալադամոր արեց, ադրբեջանցի մեզ կերավ, հիմա ով է հիմնական հանցագործը, մի հատ կասեք, ով փակեց մեզ, ով հայությանը փակեց ու չբացեց, Ուկրաինացիների գլխին ամեն մի ուկրաինացու 4 հատ հրտիռ է գցում, այդտեղ ադրբեջանցիների կույսի նման ոչ մեկին ձեռ չտվեց, ասում եմ գնաստեղի չեն գնում, ես ինչ անեմ, ես էլ ասում թե Ուկրաինան էլ ասա գնա, ինքը թող չգնա, ինչ ես հրտիռ գցում գլխին, ինչի դրանց պահեցիր, ինչի դրանց քո ծառաներին ուղարկեցիր Բաքու, Բակո մակոները քոնն են, ոհենք չեն, քո կողոպտիչներն են, որոնց քո կամքը կատարել են, ես, ինչ ուղարկեցիր Բաքու, այնտեղից էլ Հայաստանին ասում են վարչապետին իստե ցույց են անում, Բաքոյին հետ վերեք, այն Թաթար Ռուբո, Թաթարստան, որ դարձում էր, այն որ ես էլ հարցնում եմ, եղբայր, մեկը պիտի բացատրի թե, դա Արցախի հետ ոչ մի կապ չունեցավ Վարդանյան Ռուբենը, միլիարդատեր, Հայաստանի, սովետական միլիարդատերը հոտուկ չեք, աշխատել եք ունեք, հետի որտեղից տարավ միլիարդատեր, հիմա այն շորը դա այսպես, ասում եմ հարցես տեսքին է գալիս, այդ մարդ Արցախի հետ ոչ մի կապ չուներ, ինչ գործ ուներ, այն գնաց, 4 օրում վարչապետ նշանակեցին, հիմա որ մենք, ես ձեզ եկել եմ, դուք Ավստրալիայի պետությունը ձեզ շատ հարգում է, ես եմ Ավստրալիայի շատ եմ հարգում, դուք կարող եք 5 օր հետո ես մի հատ պաշտոն վարչապետի մոտ տակ, դասավոր եք, դա էլի, լեզուն իրեքորում նստել սովորեմ, դասավոր եք, այդ եկավ 4 օր փող վարչապետ, այդ ով է, հարիվ կա, անձնագիրը ճեղել է, ճեղել է, որ հարիվի տեղ դնի, և հետո ինչ խոսքով, հիմա ուզում եմ ասել լեսել, հիմա Պուտինը տվել է, Նիկոլին կպել են, ասում են հետ բեր, Նիկոլին ինչով է հետ բերելու Հայաստանը, կամ պատերազմով, կամ խնդրելով, չէ, միջազգային կառույցները Ադրբեջանին չեն պարտադրում են այնքան չէ, օրենքով, Հայաստանի բանակը, ուրեմն բան գործ չունեն, մի հատ Թաթար Ռուբո, մի հատ էլ գող ավազակ երկու պաշտոնյա այնտեղից բերելու համար պատերազմ սկսենք Ադրբեջանի դեմ, որ ջախջախվենք, ուրիշ ինչով ենք բերելու, չէ ասում է բերեք, հայ է, որ հայ են ինչ, այդտեղ ուրիշ բան է, ուզում եմ ասել այս հարցերը կան երկրի վիճակի համար է, չէ, ծանրացնում եմ, հիմա ինչ որ է, այս վիճակի մեջ է, բայց ասացի, որ վիճակ այդ կանել վատ չի, ու լավանում է, այսպես ասեմ, չգիտեմ ոնց ասել, որ սխալ չլինենք, ոչ ոգևորվենք, ոչ էլ նվաստ լացենք, երկուսն են ռեալիստին ենք, այս գործը գնում է և մենք պետություն ենք դառնում ենք, հավատացեք, ինչքան դառնում ենք, դուք նայում եք Մոսկվա, ինչքան Մոսկվայից ոռնոցը շատ եղավ վարչապետի հանդեպ, ուրեմն իմացեք մեր գործերը հաջող է, պարզ է, ուրիշ բան չկա, ինչու, որովհետև ասեցիս, ինքն է այդ օղակի բանը, պետությունը, եթե ուրիշ պետություն լիներ, կարող է վարչապետ չլներ, այսօր էլ փոխեի։ Հետո հայության մեջ այսպիսի մի սովորություն դա, ձեզ էլ եմ ասում, դուք էլ կարող եք այդ հոսանքի գը։ Այդ ոնց կարելի է, ուրեմն ընտրություն անել, կառավարություն կազմել, 3 ամիս հետո սկսել հրաժարական։ Ավստրալիան տալ լինում է այդպես։ 3 ամիս հետո հրաժարական,
իշխանափոխություն, պառաչում են, պարգում են գետին, թավալգլոր են տալիս, գոռում են թուրք, ռուս, թուրք եք իշխանափոխություն, որևէ երկիր դեմոկրատական, դուք դեմոկրատիայի վստահաբար բարիքները օգտվում եք, մենք ենք օգտվում, այսօր ես ձեզ մոտ ազատ խոսում եմ, որ Ռուսաստան չեմ գնա, ես Ռուսաստան գնամ, էր որ ինձ կինս ասում է, լսի, ասում է, Ռուսաստան գնացի, հարցը լուծեն, ասում եմ, բայց ես Ռուսաստան ինչ գործ ունեմ, ես Ավստրալիա եմ գնում, այսինքն ինչ եմ, ուզում եմ ասել, այդ երկիրը հիմա այս պայմաններում, ահա, Մեկ հարցեր այդպես կարգավորվում են, գնում ենք առաջ, չենք նայում, իմ պրոֆեսոր ընկերն է Սամվելն ասում, գնում ենք առաջ, շարժվում ենք եւ հիմա վերադառնում ենք բանին, ներքին քաղաքականությանը, որը շատ կարեւոր է։ Բայց մի դրվագ ասեմ, գնանք առաջ։ Մի 2 տարի առաջ հարցազրույց են ուզում ռուսահայերն են, Ռուսաստանի հայեր, ցանկել են, այդ շատ է լինում։ Հարցազրույց, մեկ էլ հայերեն եմ խոսում, հայերեն։ Մենք էլ լսնում եմ, որ հայուհի է խոսողը, կողքը ռուսի արաղի հոտ է գալիս, էլի, դե մենք այդ արաղի հոտը օդի միջծել ենք առնում հեռախոսով։ Ասում եմ, ինչ եղել, ասում եմ, դե որ հիմա մենք Թուրքիայի հետ բարեկամանում ենք։ Ես ձեզ եմ ասում եմ, բարեկամանալ բառը ես օգտագործել եմ, չէ։ Չեմ օգտագործել, ինչ եմ ասել, ասել եմ Թուրքիայի հարաբերությունները պետք է կանոնավորվեն, ուզենք չուզենք, ուզենք որպեսզի երկիրներ փրկենք, մեր մարդիկ էլ ապրեն զարգանային կանոնավորել, ասում եմ ասել եմ ուրիշ բառ, չէ, ասում եմ ինչ եղել, որ ասում է դե թուրքերը մեզ կուտեն, իսկապես, ասում եմ այդ կողքիդ ռուսին ասա, կողքիդ, Դե չեմ տեսնում, ենթադրում եմ։ Ասում եմ, ասա, որ ես եմ մարդն եմ, որ ուզում եմ թուրքերն ինձ ուտեն, դու ինչ ես խառնվել, Ռուսաստանի չորներից ինչ-որ մեկը, դու ես խառնվել, թող ուտի։ Ես եկել եմ ձեզ մոտ, են որ օպերային թատրոնի մոտ մի հատ բան կա, չէ, բան չկա, ինձ ցույց տվեցի։ Բանտ եղել, ինչ է, այդտեղ ասում է, ասում է, թողում է, դուրը բացում է, կալանա, որ ուզում է փախնի, ընկնում է ջուրը, կլողա, կհասնի ապը, ասում է, չէ ջուրներ ընկնում, շնացեք էր ուտում, պերզնում էի, ես էլ ես ծևի, հիմա ես ասում եմ, իրեն ասա, ես ուզում եմ թուրքերն ինձ ուտեն, ինքը իմիջն է, որ խառնում, ասում եմ, զարմացա ոնց թե, բա ուտի, ասում եմ, հա, ես ուզում եմ, ձեզ ասում եմ, թուրքի ինձ ուտի Չիլդի, հա, ես ասում եմ, դու չհասկացանք, ես տևի հայ է։ Հա, ասում եմ, ես այդ տեսակ հայ է։ Հասկանում եք ոնց, այսինքն, հասկացաք ոնց է, այս մեխանիզմներն աշխատեցնում են մեր վրա եւ այլն, մենք էլ պետք է հասկանանք եւ պետությունը կազմակերպենք։ Հիմա բանին ասեմ, այսպես կարելի է քաղաքականության վերաբերաշարժat բան ասել, այս ոլորտը կանոնավորվում է, հաջողություններ ունենք, ինքնուրույն զգում եք եւ այլն։ Մեծ հայստա չի գարխավորի իմ կարծիքով հիմա, որտեղ այս աշխարհակարգի գեոքաղաքական, գեոպոլիտիկ վիճակի փոփոխությունը երկար է գնալու։ Ոչ մեկը չի կարող ասել, քանի տարի, 10 տարի, 20 տարի, 40 տարի, որտեղ ամերիկացիները Թրամփի ինչա ցնցել է աշխարհը, լրիվ աշխարհի կարգը կարգավորում է իրենց ուզածով։ Այդ մենք խոսք ունենք ուրիշ չէ, ասում է Շեֆը ես եմ, բակլան խաշած եմ ցանում, դե բակլան խաշած չի մնում, չէ, ասում են ինչ ես անում, ասում են լսի, շեֆը ես եմ, բակլան խաշած եմ ցանում, ամերիկացիք բակլան խաշած ցանում են, ընդ որում Ռուբիոն էլ մեր բարեկամն է, թող ցանեն, մանավանդ որ եթե մենք դեմ լինենք, ով կլսի, մենք կարող ենք բան անել, եթե չլինենք պերզնենք։ Հիմա ինչ եմ ուզում ասել, մենք պետք է հաշվի առնենք որ երկար ճանապարհ են հասնելու համաշխարհային քաղաքական իմաստով, Ավստրալիան էլ կարող է կրկվի, դա այնպեսի մի բան է, ոչ մեկը չի կարող, դա Չինաստանի եւ Միացյալ Նահանգների մրցակցության հետ կապ ունի։ Անգլոսաքսերը ոչ են թողելու Չինաստանն ուտի աշխարհը, որ լցվել է ամենտեղ, ես կողմ եմ, որ չուտի, ես անգլոսաքսերի կողմ եմ ասել դες։ Ուրեմն ինչ է, ամերիկացիների կողմն եմ։ Քանի որ նրանք են քաղաքակրթական այն բանը, որ ասում են քրիստոնեական արժե համակարգ
պաշտպանենք, ամերիկացիք են ասում, չինացիք չեն ասում, չեն էլ իմանում, քրիստոնյա բան կա, չկա, իրենք ջիջուն է վեր, իրենց կոնֆուցիոսն, իրենք այդ տեսակ են։ Ուզում եմ ասել, այս հարցի մեջ մենք պետք է ինչ անենք, հաշվի առնենք, որ երկար է այս գործը գնալու, մենք երկիրը շատ արագ պետք է վերափոխենք, այսինքն մեր ուշադրությունը մեր տանը պետք է բևեռենք, պետական կառույցը պետք է լավացնենք անպայմանորեն, տնտեսությունը պետք է արդիականացնենք, նոր տեխնոլոգիաներ, համալսարաններ պետք է կարգավորենք, Եվրոպայի բարեկամ պետությունների հետ առաջի կարգի Ֆրանսիա եւ այլն հարաբերությունները լավացնենք, օրինակ ես գնալու եմ խոսել, ինչու մենք Ավստրալիայի հետ կարգին կապեր չունենք, ինչու տարօրինակ է, չէ, համանքել կա պետությունը եւ կարգապահ պետությունը, օրինակ կարելի է հայ բոլոր վարորդներին բերել ստեղ, ամիսը 1000 հոգու բերել, տնել մեքենան, դու գանվել $1000 ամեն քշելուց Հայաստան գնալ, էլ ասես խախտի չխախտի է։ Չէ, կարելի է սովորել եւ այլն։ Այսինքն այս պետության հետ հարաբերությունները եւ շատերի հետ պետք է կարգավորել, բայց ներքին զարգացումը պետք է լինի։ Մենք պետք է ունենանք գիտարժանաբերական, տեխնոլոգիական Հայաստան։ Եթե մենք սխալ շարունակենք, չստեղծենք մի պետություն, որտեղ տեխնոլոգիաները մերը լինեն, մի մասը մերը լինի, ուրեմն շրջափակման ժամանակ աղետ կլինի։ Ես ձեզ հիմա կարող եմ ասել, որ 44 օրյա պատերազմի ժամանակ 2 շաբաթ Հայաստանը բոլոր ուղղություններով փակեր 2 շաբաթ, բոլոր։ Եթե պատերազմը շարունակվեր, Աստված չանի, դե այդպես եղավ։ Մի 2 շաբաթ էլ Հայաստանում սոկ կլներ, որտեղ բաշարները վերջանում էին, փակեր, եւ բոլորը փակել էին, վրացիք եւ Իրանը, փակել էին եւ վեր։ Հիմա բայց Իրանի բարակավ չխոսեք, փակել է, որտեղ մենք իրենց հետ մի քիչ շոյելով ենք աշխատում եւ նորմալ ստացվում է։ Եվ այսպես, ուզում եմ ասել, մենք պետք է տնտեսություն ստեղծենք, որ 4 ամիս էլ փակեն, մենք արտադրենք, որ նաեւ երկրորդը, որ եթե մեզնից այդ արտադրանքը իրենք չստանան, իրենք աղետի ենթարկվեն, ցանկացած պետություն։ Ռուսաստանի հետ ինչ կատարվեց, երբ որ ներխուժեց Ուկրաինա, ուրեմն պարզվեց, որ Ռուսաստանի բանակի եւ այլնի համար ամեն ինչի այդ դինոզավրը տեսնում է, քսկա երկիր, ինչ որ կա իր ամեն ինչով։ Ուրեմն դրա չիպերը, ուրեմն մատակարարում էր Թայվանը։ Թայվանը փակեց, Ռուսաստանը մեռավ, մի չիպով։ Բաքանի ամիս չկար, վարիանտ չունեին։ Ուրեմն վերցնում էին իրենց տներով, որ արտասահմանի սառնարան, մեքենա եւ այլ չիպերը հանում բանակին էին տալիս։ Մինչև ինչ-որ բան արեցին, հիմա նայում են Թայվանին, քանի 1000 քառակուսի կիլոմետր, ընդամենը 36, ձեզ հարց եմ տալիս, եթե գիտեք, մոտիկել ապրում եք, քանի միլիոն մարդ է ապրում Թայվանում, գիտեք? 23 Կա հնարավոր է 26 միլիոն մարդ է ապրում, հիմա պատկերացրեք 36 Հայաստանն է, որ Արցախը կար, մենք ավելի մեծ ենք հիմա։ Այսինքն, մի բան պետք է ունենանք, որ եթե մեզ փակեն, իրենք փակվեն, կախում ունենա։ Հիմա այստեղից էլ հարց է, եթե այս հարցը կլուծեն մենք, կասենք իսկապես, որ են ասում են հայերը խելացի ժողովուրդ են, ուրեմն ճիշտ է։ Եթե այդ հարցը չենք կարող լուծել, կներեք, կորոտախոսենք եւ ախմախենք, ուրեմն այդպես մեր ընդունակության մասին չխոսենք, չվիրավորվելով։ Հասկանում եք ոնց, այսինքն պիտի ստեղծենք նման տնտեսություն եւ այլ։ Ես իմ ուժերի կարողության չափով քրիստոնյա ժողովրդավարական կուսակցության շրջանակներում նման բան անում եմ։ Ես նույնիսկ մի անգամ փորձեցի միջուկային զենքի բաներ անել, ապա ունենանք այլմերնա։ Մի ասեք չի լինի, ես հայերից խնդրում եմ, որպես իմ հարազատներ։ Ինչ ուզում եք խոսեք, որտեղ ուզում եք խոսեք, աղջիկներն են։ Մի անգամից չեմ ասեք, որ չեք լսել ու չեմ ասեք, չի լինի։ Հայություն սովորություն ունի։ Բարևում ես, հələ մի անգամից ասում եք, չասում ես, բայց ման չեմ ասել, ինչ չէ։ Չէ, պետք է ասենք, մի հատ լսեք ինչ կա։ Տեսնեք չէ, թե չէ, կարող է չէ, այ է։ Մենք այդ սովորություններն ունենք, հնարավոր չի։ Ուրեմն մի հատ ֆիզիկոս էի ճարել, այնպիսը չեմ ուզում։ Հետս տարբեր օր տեսնում վախենում եմ, ասում եմ լսի ինքը միջուկային զենք չի, ինքը մարդ է։
Ինչ ես վախենում, չեն թողում, քեզ բան, Իսրայելին ով է թողել, Հիտլերին ով թողեց, ում ասեն, որ մեկին ասեն, ես կապիտան Կուկին ով թողեց եկավ հասավ այստեղ, հետո բարձվեց ինքը պատվավոր մարդ է, չէ, այսինքն ինչ է նշանակում, չի կարելի, չի, ուրեմն մտածում եք, որում եք, եթե չէ, հետո տեսնում եք, որ չէ, ուրեմն տնտեսությունը կարծում եմ այդպեսին պիտի լինի եւ մենք աշխատենք եւ այլ։ Հիմա այս մասն էլ այսպես, մենք ունենք զարգացման շանս, թե չէ, մի բան պետք է ցույց տա։ Իհարկե ունենք, հիմա դառնում ենք հայկական չեն ու չկա, հանում ենք, չենք կարող զարգանալ թուրքը կուտի, հա։ Ես էլ ասում եմ եղբայր, թուրքը կուտի, դուք թուրքին կեր, ինչի է ինքը ուտելու։ Զարգանալ թուրքը կուտի, հա։ Ես էլ ասում եմ եղբայր, թուրքը կուտի, դուք թուրքին կեր, ինչի է ինքը ուտելու։ Մի զարմացեք, բայց թուրք էր, ինչի ինքը ուտում է, չէ, դուք էլ կերեք։ Հիմա եթե մենք 30 տարի պետությունը չէինք ուտում, բանակը վերազինում էինք, մի քիչ էլ ուրիշ բաներ էինք անում, Ադրբեջանը ոնց էր հաղթել, Պուտինի ով ուզում է լինի։ Հիմա մենք ունենք մի հատ իմաստուն, Սողոմոն իմաստուն նախագահ կա, Լևոն Տեր-Պետրոսյանը, մեռավ բացադրելով, եկավ իշխանության Ղարաբաղ, դուք հիշում եք, այնտեղ եք եղել, չէ, մինչև վերջ, իշխանություն դարավ Ղարաբաղ, հիշեք։ Հաջորդ օրն ասեք, գիտեք, Ղարաբաղի հարցը չի լուծվելու։ Ես էլ ասում եմ, բանը, ոճրակորդ, եթե գիտեին, չի լուծվելու։ Իբրև, իսկ ինչու է այդ լոզունգով գալիս։ Հարցը չէ, ինձ կարող եք ասել, եթե չէ։ Երկրորդը, 30 տարի դու մի զինվի, ասա մեր ուժը մեր թուլության մեջ է, դա մի ինչ կամ տխմար բան կա ասում է ելնում, նա ամիսը մեկ մի բան ասում, ինֆարկտ է ստանում է, նա ասենք բանակը դան է, հետո եղբայրը թեմանը չէ, տնտեսությունը վաճառեցին այս արին, և արգան գիշեր ցերեկ ժողովրդին ասեք, գիտեք, մենք թույլ ենք, Մոսկվայից է ծև էին ասում, թութագի նման, 40 տարի, որ զինվեիր, ով ասեց, որ հաղթելու էին, այսինքն դա ինչ տրամաբանություն է, հիմա էլ ասում է իմաստուն է, Սողոմոն իմաստունը չեմ ասում, ոտը ոտին է քծում ու դենչիկներ ունի, մի 3-4 կիսապուշներ, Լևոն Տեր-Պետրոսյանը, որ ասում էր, պարտվելու ենք, ասում եմ դու դրա վրա կներեք կայֆ ես անում, հա, որ Լևոն Տեր-Պետրոսյանն ասում էր, պարտվելու ենք, պարտվեցիք, դա ձեզ համար երջանկության, ինչ է, անբան, եթե բանակը չես լինել, եթե պետությունը համալսարանները կարգի չես բերել, 40 տարի կողոպտել եք, բերել ես Քոչարյանի նման գիշատի չի մի հատ, և այլն, ինքդ ես բերել, պարտվել եք, դա ապացույց է, իսկ եթե կրնել, եթե 30 տարի չարչարվեին, պարտվեին, այ իրավունք կունենայինք, ասել որ տեսակ, բայց դու դա չես արել, հետևաբար քո ողորմելի ուղեղի պակասությունը ամուր լինելը, մի տիր մեր վրա, որ պարտվեցին, որովհետև Լևոն Տեր-Պետրոսյանն են գլխից գիտեր, ես ասեմ ձեզ, ես քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն եմ ստեղծել և Աստծու հետ կապ ունեմ, Աստված անգամ դրանք չգիտի, դուք ինչ գիտեք, ինձ ասել է, այսինքն հասկանում եք ոնց է, ոնց կարելի է կանխորոշված ազգը տանել մտցնել տուպիկ ու հետո գլուխ կովեր, բա որ ես որպես ինքը ճիշտ դուրս կա, լավ կրնի ազգը մի հատ էլ ջախջախվի, պետությունը ջախջախվի, որ ինքը ճիշտ դուրս կա, այդպես ոճրագործ մտանություն կրնի, ինչը որ բաներ է։ Հիմա վերակառուցման այս Հայաստանի Հանրապետության քարտեզն է, իհարկե սրա մեջ կա նաև Արցախը, լավ շերևում, բայց սխեմայով ասել։ Ուրեմն ակարակով այս ծև է, կթողեմ ձեզ նվեր, այսպես բանը։ Ուրեմն մայրուղիները, ուրեմն նոր իշխանությունը Հայաստանի բոլոր ճանապարհներն ասֆալտապատել, իհարկե այս ասֆալտից չի, բայց սրանից էլ կա, տեղ կա, որ այդ որակի ասֆալտ է արած, այդ ռեժիմի, որ կերել էին, ասֆալտը կերել են ուղիղ, բայց հիմա որոշ հատվածներ շատ լավ են, բայց միջին կարգի Հայաստանն ասֆալտապատված է բոլոր շատ նշանակություն ունեցող մարզային և այդ ճանապարհներ։ Ես ենթադրում եմ, որ քանի որ դուք
այսպես կոչված կապիտալիզմի երկրներում եք ապրում, պիտի իմանաք, որ որտեղ ճանապարհաշինություն, հաջորդը տնտեսական բում, ճանապարհի վրա է շարժը, ուրիշ կերպ չի լինում։ Հիմա Հայաստանը այդ ողնաշարն ունի ագարակից, պատկերացնում եք կապանով, դուրս է գալիս Սիսիան, ճանապարհը այստեղ շատ լավ կրճատումներ ունի, լավ իմաստով։ Երևան եւ այլն։ Հիմա այս ճանապարհը կա դեպի Վրաստան, Ջավախք, մեկն է կենտրոնական այդ։ Ուրեմն այդ ճանապարհը կառուցված է։ Այդ ճանապարհը եթե դուք շարունակում եք դեպի Իրան, գնում եք Թավրիզ, Թեհրան եւ Չաբարի նավահանգիստ է հասնում, որտեղ Չաբարի նավահանգիստը հնդիկները մեծ նավահանգիստ են վարձակ տալել Իրանի տարածքում ծովային է, ահա առևտուրարը Հնդկաստանը ճամփեն, եկավ հասավ այնտեղ։ Ինչ է պետք, խելք է պետք, աշխատել է պետք եւ չխաբել։ Պիտի հայ հին սովորությունը վերականգնել։ Խաբելու արվեստը մոռանալ եւ գողական բարքերը մոռանալ։ Դա կործանում է մեզ։ Այս ընտրությունները դրա հետ են, այդ խաբելն ու գողականությունը։ Եթե գավառի հետ է կապված էլի, չէ։ Ուզում եմ ասել, սրանք են մնացածը տնտեսության մեջ այդ բարեփոխումներ մեկը սխալ մեկը ճիշտ չկարացնեն, ուրեմն այս բոլորն արվում է, քիչ շատ արվում է, ուրեմն մի մասը արված է, մի մասը չի արված, եւ այսպես կարծում եմ, որ մենք այսպես կգնանք ընտրություններ, ազգային ժողովի ընտրություններ եւ քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը ստեղծելու է քրիստոնեական արժե համակարգ ազգային դավանող կուսակցությունների եւ մարդկանց համախոհ։ Այդպես կնարվում են ընտրությունների։ Այդտեղ է մեր մշակույթը, մեր մենք Գրիգոր Լուսավորիչ, Դավիթ Անհախտ, որտեղ եւ այսպես դա մեր մշակույթն է, դա մեր պատմությունն է եւ մեր աշխարհայացն է։ Վերականգնելով կնարվում են ընտրություններ, ինչ կստացվի, կարծում եմ, որ կստացվի, որտեղ համախոհներ ինչպիսին դուք եք աշխարհում շատ շատացել է, նոր օրը շատանում են, այդ հեռախոսը դրա վկան է, ասենք իսկապես եմ ասում, երևի հարցեր տակ, թե չէ այսպես կարող եմ ես շարունակեմ, խոսեմ ինչեմ լուսաբաց, ձեր հարցերի պատասխանները լան, ինչ որ գիտեմ կասեմ, ինչ որ չգիտեմ չեմ ասի, որովհետև չգիտեցած ես սովորաբար ասում եմ չգիտեմ, տեղյակ չեմ, եթե վստահ չեմ, ասում եմ վստահ չեմ, որ դա այդպես է, բայց կասեմ, խնդրեմ, երևի այսպես անենք, թե չէ կարող եմ շարունակել, միջև Վրաստանի բարական, քաներեք, Վրաստանի ասիմագու այս վիճակը, որ կա, կանով կարազեցություն ունա մեր վրա, դա շատ լավ է, եթե Վրաստանը դեպի Եվրոպա շուր գա, եվրոպացիք գնան դեպի Վրաստան։ Հիմա այս վիճակը, որ շատ լավ, ընտիր է, ուրեմն հրեաներից մի բան ասեմ, հրեաներն ունեն Իսրայելի մասին է խոսքը, իդետ օնոն, նախկին տնտապետ է, պաշտոնաթող, նա ունի հատորներ գրած, պետության գեոստրատեգիա եւ այլ նման բաներ, ինչ ասում, վերնագիրն եմ բովանդակություն, ասում է, որպեսզի Իսրայելում լինի խաղաղ, հանգիստ, Իսրայելի հարևան պետություններում պետք է լինի անհանգիստ եւ ոչ խաղաղ, թերև, ու վերջ, ուրեմն ես կամ, ինչ որ աշխարհի համար է, այդ կանել բանի համար է, պարզ է, երկրորդը կանորից Գումլովիչ կա, դա այդ Լյուդվիգ 19-րդ դարի գիտնական է, խոշոր սոցիոլոգ է, ավստրո-հունգարյան որ այդպես խառը մի բան է, նա ունի հատորներ նորից ապացուցած մի բան եւ դա ճիշտ է, որ թուլացող պետությանը հոշոտում են առաջինը հարևան բարեկամները, թուլացող պետության նուտում են, չեն խնդրում, ուրեմն դրա համար ես ձեզ առաջարկում եմ չթուլանալ, ու վերջ, քննել պետք չէ, ասեք խնդրել։ Ուրիշ հարցումը Ինչպես ինչքան որ զարգանա, այո, ինչքան զենք ունենա, դա դե բավական չի, որ վերջի անկախությունը եւ ազատությունը ապահովել։ Ինչ միջոցառումներ կան, անվտանգությունը ապահովել Հայաստանի։ Ուրեմն տեսեք երկու ճանապարհ կա, բոլորի համար մենք բացառություն չենք։ Առաջինը զինվեր, երկրորդ ունենալ տնտեսություն, որովհետև զենքը հզոր տնտեսության վրա է, առաջինը հզորությունն է։ Եվ երկրորդը միջազգային հարաբերությունների մեջ բալանսը գտնել եւ լինել բարեկամ։ Բոլոր պետություններն այդպես իրենք կան
իրենք զարգանում են եւ իրենք միջազգային հարաբերությունների պոզիտիվ բալանսի մեջ են, ինչը որ մենք արել ենք։ Մենք այդ պոզիտիվ բալանսը ստեղծել ենք, այդպես ստեղծվել է լավ, քիչ, մեզ հիմա մնում է արագ լցնել դատարկությունը, Դորիչելյան դատարկություն չմնա։ Եվ նորմալ է։ Իրանի հետ հարաբերությունները շատ լավ են հիմա, ինչի է լավ, հիմա ես երբեք չեմ ասել շատ լավ են, հիմա շատ լավ են, որովհետև Իսրայելը ուզում իրեն խփի, ինքն գալիս է մեզ հետ բարեկամություն։ Ուրիշին որ խփում են, ձեզ բարեկամությունը որոնում է։ Եթե ձեզ են խփում, դուք եք որոնում, դե էնել պատասխանողը մեկ միշտ գիտի ինչպես պատասխանի իրեն եւ այլն։ Եղավ Իրանի հետ, ես Իրանի դեսպանի հետ դրանց հետ մի քանի ամս առաջ եմ հանդիպել, Սոբանը շատ խելաց, ես դեսպանը շատ հետաքրքիր է, ասի, պարոն դեսպան, չեք ուզում այդ ռուսներին այդ մեղրից հանել։ Մեղրից հանեք էլի, մեր ուժը չի պատում։ Նայում է ինձ ասի առաջին անգամ ես Հայաստանի շահերը պաշտպանող հայ տեսնում պետության, դե ասի որ մի խոսքով դե ռուսը բանը մեր պապան չի, մեր ոխերը թշնամին է, մեր պապան բացառապես մենք ենք եւ մեր սպյուրքն է, մեր ուրեմն դրա համար է լավ պետք կազմակերպել։ Ես սպյուրքի վարակայով ասեմ ընտրություններին այդպիսի բանով հանդես կգանք կոնցեպտուալ։ Ես գտնում եմ, որ սպյուրքը այն ձևով ինչ-որ ներկայացած է, հնցել է, քիչ է, եւ հնացած է, արդյունավետ չի, տարբեր, քուր, եղբայր եւ այլն։ Ես Հայաստանը պիտի ունենա եւ պալատ խորհրդարան, եւ առաջին ազգային ժողովն է իրենը, եւ երկրորդը դե սենատի կարգի պալատ ունենա, վերին պալատ, ասենք սենատ, որտեղ սպյուրքի պիտի կարողանալ գտնել ներկայացական կազմը պիտի ապահովվի, բայց խորհրդակցական ձայնի մասով։ Եթե չէ Ռուսաստան, Ֆրանսիա կարող ենքան պատգամավոր ունենան, հիմա կան նրանք մեր որոշումներն իրենք ընդունեն։ Խորհրդակցական ձայնի իրավունքով ինչպեսի Գերմանիայի Բունդեսրատն է, կա Բունդեստագը, Բունդեսրատը խորհրդակցական է, երկրամասերն են, բայց նա շատ կարևոր է, այ հայերը կհավաքվեն այն ժամանակ, ոչ թե կբառաչեն ում ձեռնտու է Մոսկվա, Ռուսաստան, եկեք նստեք խոսենք, հետո համատեղ նիստ անենք, իրար կլսենք, իհարկե ձեր քվեարկությունը չի ազդի մեր վրա, բայց ձեր խորհուրդները կազդեն մեր ուղեղների վրա։ Այդ սպյուրքը կլինի շատ ավելի խելացի, որ մեզ համոզի, որ ինքը ճիշտ բան է ասում, եւ մենք կանենք։ Ուրեմն ասածս անի, որ սպյուրքը անպայմանորեն պիտի ընդգրկվի, այդ իմաստով սպյուրքը դադարում է լինելուց։ Կլինի հայությունը Հայաստանում, քաղաքացի եւ մնացածները, եւ հայությունը աշխարհում մեկ իր հայրենիքի հետ խորհրդակցական ձայնով, օրինակ Ամերիկային պարզ է արևմտյան, արևելյան կարելի 3 ընդհանրեն 4 տար, 2 կողմ, ասենք այստեղ Ավստրալիա, Ինդոնեզիա, Վիետնամ, Ճապոնիա եւ այս հատվածին մի տեղ տալ ձայն, օրինակ կամ 2, չգիտեմ, դա պիտի նստել հաշվել։ Եվ եկեք նստեք խորհրդարանում, վեր չասենք, որ գիտես ինչ կա, ես մի հարցը լուծի, մի հարցը լուծի եւ նման բաներ։ Օրենսդրական կարգավորում պիտի տա սկզբունք ընդունել, լավ իրավաբաններ պիտի տան միջազգային իրավունքի եւ նրանք մշակեն են։ Մենք անելու ենք, այդ առաջարկը մեզ դնելու ընտրություններին, սպյուրքը պիտի ունենա ներկայացական ներկայություն Հայաստանի պետության մեջ։ Հայաստանը գոզեվոր Եվրոպայի մեջ մասնակցի եւ իմացա որ քվեարկություն եղած է։ Ինչի մասնակցել Եվրոպական Յունիոնի։ Իհարկե։ Վերջի իմացա որ այդ բոլշևիկներն ու ռուսներն են չեն ուզում։ Այդ բանդաները չեն ուզում, բայց դա իրենցով է ասում։ Քվեարկություն եղած է։ Քվեարկությունը եղած է 64 հատ այո, 7 խորհրդարանը կողմ է արտահայտվել, Մակրոնն էլ կօգնի։ Մակրոնն էլ ոչ միայն կօգնի, մի քիչ բանով եմ ասում, նաև կասի հիմա պետք է թե չէ եւ այլն, եւ բարեկամներ ունենք։ Այսինքն կարգա երբ որ եւ այլն, մենք էլ կնայենք Ռուսաստանը։ Ես կարծում եմ, որ մեր պայմանական ասեմ, Ռուսաստանի ճակատի վրա ձեռը պիտի տնենք հիվանդի, ջերմաչափով նայենք, ինչքան մեռավ, այնքան առաջ պիտի գնանք։ Մինչև լրիվ մեռն են։ Եթե հա, որտեղ նա մեզ մերցրել է, մին բան արեք, մեր երկիրը կերել է։ Հիմա ասեմ հետևյալ, ինչու այդպես, որովհետև ինքը պայմանավորում ինքն էլ ապակա չունի, դա չզարգացող երկիր է, հանեց մտներից հետ։
ինքը ասեմ Սուդանի չափ պետություն է, որ հիմա գումարեք, հանեք, սեղմեք, փորձագետներն են ասում, Ռուսաստանը մոտավորապես Սուդանի պես պետություն է։ Իր ամեն ինչով է, զենքման շատ ունի, ամերիկացիք չեն ուզում միջուկային զենքի բան են անում, սեղմում են, քամում են եւ Չինաստանի դեմ են ուզում օգտագործել։ Ինքը ունի որտեղ ռուսների հարցը դες համար կարծեմ մեզ համար կենսական է։ Հիմա եթե Թրամփին հաջողվեց ռուսներին բերել իր կողմը, Ուկրաինային նեղելով, ուրեմն ռուսները ինչ խնդիր ունեն։ Չինացիք պատժելու են, տակից գներել։ Ինքը հիմա Ռուսաստանը տնտեսաբերեն բառացիորեն պարկած է Չինաստանի տակը։ Հիմա Թրամփը վերցրել քաշում է դուրս։ Ինչ է լինելու։ Դուք բիզնեսмен մարդիկ եք։ Դուրս հանեցին ներ է խփելու, մնացն է խփելու, ինքը ապակա չունի։ Դրա համար պետք չի նա եւ առասարակ ուրիշի հետ ապակա չպիտի կապել, այդ ձևերով։ Մնացածը մենք ես կողմ եմ, որ ռուսների հետ էլի հարաբերություն կունենան, տնտեսությունն է եւ այլն, այսքան բաներ ոչ ավելի։ Ինչպես որ ասեք խնդրեմ։ Բայց մեկ բան կա, որ Ռուսիայի մարդ չեմ։ Բայց միգակ լավ բանը, որ ռուսերը մեզի յորած են, Սովետ միության ադենը Հայաստանին զադեցին իբր տեխնոլոգի էքսպերտ։ Եվ ես անան գիտեմ։ Անան եղած է, որ հիմա Հայաստան անորմալ կոմպյուտերի տեխնոլոգի մեջ շատ առաջացած է այդ օրերը։ Նայեցեք ինչ կա։ Միութենական հանրապետությունները մասնագիտացվել են ժամանակին եւ որ ժողովրդի մոտ նյութական կամ մտային կարողություններ կան, այդ զարգացվել է։ Մեր ժողովուրդը դրա մեջ ընդունակել է, թե զարգացել են, չի որ ինքը շատ է ուզեցել, եթե շատ է ուզում, նա արել է մի բան, որի իրավունքը չուներ ու չպիտի ունենար։ Կիրովի կոմբինատը քիմիական չպիտի կառուցել, ինչու։ Նման կոմբինատներն աշխարհում կառուցվում են խոշոր գետերի եւ ծովերի ափերի, բայց նաեւ բերեց այդ թույլը դրեց Հայաստանի մեջտեղ, Հայաստանն տնտես անկախացավ, չկարողացավ տերելնել դրան, այդ այդքան հարաբերական է։ Դրա համար ասում ենք ինչ է, դրա համար պիտի իմանան Հայաստանի պատմություն եւ այդ հայ ժողովրդի պատմություն անորոշ անհասկանալ։ Ճշգրիտը դա է, մնացածն է ժողովուրդ ընդունակ է, չհասկացանք։ Ինչ-որ բան կաներ, ինքը եթե հայերը կոմպյուտերային տեխնիկա չէին զարգացնելով, ուզբեկներն են զարգացնելու, դա ադրբեջանցի։ Այսինքն այստեղ կա մասնակիտացման հարցը, որ նորմալ է։ Իսկ զարգացել են, թե չէ կարդելու է։ Այդ որ զարգացել են, մենք հիմա Թուրքիայի մակարդակի պետություն կտենենք, կան, չկան։ Այդ բոլորը պրոպագանդան է, բայց մեջը լավ է, ասեք։ Հայաստանի Ահագին կուսակցությունները ժողով արեցին եւ որոշեցին, որ պետք է Եվրոմիությանը միանան։ Եվ խնդրեցին պետությանը, որ ընդդուսում ժողովրդի ինչ որոշում ունեն։ Ուրեմն դրա նախաձեռնողներից մեկն էլ ես եմ եղել։ Բայց այդ գործ առաջ չգին, չէ՞։ Գնում է, որովհետեւ Եվրոմիություն մեզ չի սպասում։ Չէ՞։ Եվրոմիություն մեզ չի սպասում, դա մեր ցանկությունն է։ Այն նստեցեք, եթե բան է, ասենք բան չկա։ Ես ասեմ էլի, դուք ունեք տղա, եկել է ձեզ ասել է հայրիկ, ես ամուսնանալ եմ ուզում։ Okay, շատ լավ է, բայց հələ խնամի չկա, բան չկա։ Հայրն ասում է մեկին տղին ասում է, լսի շուտ արի ամուսնացի բան ես կոմեկում, դե չի ամուսնանում, վերջը սպրկա է լինում 80 տարեկան է դառնում, գալիս է որ ասում է ես համաձայն եմ, ուզում եմ ամուսնանամ։ Ասում է լավ, շատ լավ, ասում է աղջկա հետ աղջիկան, ասում է հայրիկ, ոչ աղջիկ եմ տեսել, ոչ եմ գիտեմ ով է, ես ուղղակի համաձայն եմ։ Այս բանական դրա նման է։ Մենք մեր ցանկությունն ենք ասել, որը դրական ֆոն է ապահովում։ Մնացած ինչքանով կստացվի, այնքանով կլինի։ Այսինքն, բայց դրական քայլ է, որը նախաձեռնողից մեկը ես հանրաքվեի չէ, ուղղակի թղթեր հավաքելու չգնա անիմաստ բաներ։ Այսինքն, դա ոչ մի ազդեցություն չունի նրա որոշման վրա։ Եվրոպայի որոշման վրա ազդեցություն չունի։ Բացի բարյացակամությունը է դեր Մակրոնի ջանը սաղելն էլ։ Ասեք խնդրեմ։ Ինչ։ Ուկրաինան ուզեց Եվրոմիության միանալ, միացան։ NATO-ի միանալ։ Նույն բանը գարի Հայաստանի կողմում կա ողին։ Ուրեմն տեսեք ինչ կա, ես հիմա չգիտեմ այդ մեկը հայերի մոտ է թե ընդհանրապես, ասում է խելոք ժողովուրդները
սովորում են ուրիշի փորձից, հաջողությունից եւ անհաջողությունից, աղմախները սեփական փորձ են անում։ Հիմա Ուկրաինան այդ կռիվների մեջ ոչ Եվրոմիությունը մտել, ոչ ՆԱՏՕ։ Բանն էլ ասեց, որ Տրամփն էլ ասեց ՆԱՏՕ չի մնելու։ Հիմա արժի այդ կետը մենք գնանք։ Արել են, մենք քայլն արել ենք, մեր ցանկությունը աշխարհին ասել է, ռուսներն իրար են խառնվել, ասել են, որ մենք քրիստոնյա ժողովուրդ ենք, մեր իրական արժե համակարգեցել, միլիոն անգամ կլսեք, որ ասել են, մենք Եվրոպա գնալու կարիք չունենք, գիտեք ինչու, որտեղ մենք Եվրոպաստեղծ ժողովուրդ ենք, քրիստոնեական քաղաքակրթությունը ստեղծել են հիմնականում 3-4 ժողովուրդներ, ուրեմն հրեաները, քրիստոնեություն են, որ բայց որպես ազգ է հույները, հռոմեացիները եւ Հայաստանը 3 ժողովուրդ կա, որոնք ստեղծել են Եվրոպա, անունը դնենք Եվրոպա, կարող ենք Ասիա դնենք, հա, հիմա մենք ուր ենք գնում, մենք վերադառնում ենք, որտեղ Սովետը մեզ հեռացրել էր, տարել էր եվրասիականություն, բոլշևիզմ, մենք վերադառնում ենք մեր այն ավազան, որտեղ եղել ենք, որտեղ մենք ենք